Բարերեգո հարկելի ունգընտիրներ վանացայնեն ահավաստիկ դարձյալ ճորեքշաբթի է եւ ձեր բոլորին կողմէ սպասված թեմանագար հայդակրին ժամն է ինչպես գիտեք ամեն ճորեքշաբթի մենք շարունակենք հանդիպել եւ միասնապարզանոթանալ բացահայտելու այնպիսի անձնավորություններ որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն թեմանագար հայդակրին գնդակեդեվիլ վանացայնի գայքեչով voice of fun.net ինչպես նաեւ փիջային հերացայնի radio voice of fun live ծրագրով եւ թիմադեդրի մեր էջով Հարկելիներ այսօրվա մեր հյուրը ցայն մնե որ դարիներ առաջ շատերուն կյանքի մաս կազմեց ցայնը որ հնչեց եկեղեցի խորանեն միջև մեծ փեմեր Մանուկ Մինասյան երկիչը որ իր ցայնը գերդեց համեստ տան մեջ մշակեց եկեղեցական երգչախումբերու մեջ եւ հասցուց մեծ հարտակներ զուլալ երկեցողությամբ եւ հավասարակշռված ընդրությամբ Բարի եկացեք Մարոն Մանուկ Մինասյան Բարև շողի Ինչպես եք Երկար բացակայութենե յետ այսօր սոցիալ միդիաների համար Խնդրեմ բարի եկացեք Շատ ուրախ ենք որ այս ժամը մեզի զուգատիբեցավ ձեր լիբանան գտնվելը եւ մենք ուզեցինք արիտը օգտագործել եւ ցես հյուրընկալել որպեսզի խոսենք ձեր հաջողության քաղաքներու մասին Շնորհակալություն Ուսամ լավ եք ուրեմն այսօր մենք պիտի փորձենք երթալ անցյալ այն ժամանակ եւ պիտի գազմավորվեր ապակա երկիչին կյանքը եւ բամը կոչեք ձեր աչքերը անցյալի մնացած որ պատկերը կբացվի ձեր առջեւ Նախ սկիզբեն սկսեմ ես ծնած եմ Հալեբ վերջը հորս գործը եղած է Ռակա ասին 4 տարիոն վերջը վերադարձած եմ Գրգին Հալեբ Հայգազյան դբրոց հա երկը դսեր է ատերին ուրում բայց այդ ամծկոդություն գար փոքրիկ է 10-11 տարեկան եւ այլն ուրեմն հիմնական երկի հետ սկսիլիս կամ սիրելիս կամ պեմպացրանալ առաջին անգամ թեգուզ բան ասենք դպրոցական ժամանակ, ասենք ոչ պրոֆեսիոնալ, եղավ անջարի մեջ։ Այ, ուրեմն դուք Հալեբեն փոխադրվեցաք Լիբանան։ Այո, պատերազմեն առաջ, շփախտապար արդեն 1 տարի հետ պատերազմը սկսավ։ Վերջը իմանալ եմ որ դունին մեջ հայրս, մայրս կերկեին, բայց հայրս հայերեն չէր գիտեր երկե, ասին դաճկերեն գերկեր։ Մայրս հայերեն, սերգար Աշուշտ պամգար մեջ Էդ վազեր ծեր ականջերեն երկեցողությունով Բայց առաջին փեմ բարձրանալս դպրոցական ասենք ամավերջի հանդեսի ժամանակ էր Երբ էր առաջին գայձը Այդ գայձը առաջին գայձը ծեր որ հայտնի եղավ որ դուք ծեր ունիք եւ ուզեցիք այդ ծերը գամած հայտնաբերել Հիմա թակուն երևի դունի մեջ կերկեի ասես ես եւ ինքս ասեն ես իմ մեջս ասենք Բայց երբ անջարը անալսեմ որ ընկեր մուն է 10 ընկեր գիտար ուներ Ուրեմն ինքը գնվակեր գիտարը ես գերկեի միասին ասպես ամավերջի հանդեսին ուզուցիչը սա որ տունալկու ասի մեկ հատ երկը պիտի երկես գիտես ատած գլա չլար բարոն չէ սա ինչու չէ երկես կոր եւ այլն այդպես եղավ առաջին անգամ անջարի մեջ ասին պեմպասրասա եւ մեկ երկեր գարձեմ Եվ կաչալերեցին եւ այլն գիտես ծապարեցին թինեյջեր այդ օրերում այս տարիները շատ անգամ ճակատագրական գլան որպես ուրախություն պատճառեց եւ այլն առաջինը աներ այսինքն Իշեք ինչ երկեր Եթե չի սխալի եմ գիտեք այն օրերուն ինչ մտիկ կնենք Պոլ Մաքսիմ եւ այլն Մաքսիմին երկերն էր չեմ գիտեր թե օրիջինալ Մաքսիմին է հեյնավավար երկը գար այո այդ երկներ Մաքսիմեն լսած էի, ուրեմն այդ երկը երկեցի պեմեն Բայց այդ ինձ ծկեց որ սկսի մտածել պեմ ելել, երկել եւ այլն Այդպես է սկսա Գերնալալ որ այդ ադեն դուք մեծ որոշում մտվիք որ երկը պիտի լարցեր ասպարեզը կամ այդ ճակատագրական այդ բահին երբ որ ծեր ընկերը գնվակեր եւ դուք երկեիք այդ պատրաստության զգացումը ինչպես էր Հիմա դարիներուն ավելի սիրողական էր Եթե հանգած մեր ուսուցիչը չսեր պիտի երկես տուն ընկերս գիտարով ուրիշ ուսանողի մնալ գար պիանոյով ընկերակցեցավ կհիշեմ Այսինքն այդ ուսուցիչն էր որ հայտնաբերեց Այսինքն ձևով գրնագսել Հիմա մենք դասարանեն ներս ինչ որ այսպես ակտիվիտեներ գլար եւ այլն գիտարով կամ մենք մեզի քիշերոտիկ էր այդ ես
Ուրեմն ինքը գնահատեր, ինքը նաև երկեր, թե հայերեն, թե անգլերեն երկեր, բան։ Այսպես միասին գրնամսել ադի առաջին քայլներ ոչ professional ասենք, սիրողական, գրնասել սիրողական, առաջին քայլներ։ Իսկ անջարեն բերուտ վերադարձակ եւ նոր էջ մպացվեցավ ձեր կյանքի մեջ։ Ինչպես սկսակ ձեր կյանքը հաշտեցնել այդ օրերու գարիքներուն եւ երաժշտության մեջ։ Գիտես, չեմ գիտեր տունգե իշես այդ օրերը շատ փոքր էր երևի այդ բادرազմի առաջին դարիներում, գիտես, ուր բիդամը մարդ իր շրջանի մեջներ։ Ուրեմն առաջին անգամ ինչ պիտենենք ասվածին եկեցի սկսա երթալ, նորեն ընկեր ունեի, միասին կացինք եւ սկսա ծարայել 78 կամ 9 դարիներ ուներ։ Մինչև 81, երևի 81, վերջը լսեցի բարոն Բեբեջանը, Գևորգ Բեբեջանը, հանկուցյալ բարոն Գևորգը, ուրեմն 40 մանուկի թբրաբետներին, կարացան երջախումբ գազմեր, որ ինձ եսին, որ այսպես, սի երտանք լավ է և այլն, և առաջին կարացան խումպը, որ երկեցի, ասենք, եկեցական 40 մանուկի կարացան երջախումբներ։ Հոն առաջին անգամներ, որ դուք երջախումբ են երկել պաշտոնապես։ Այո։ Ադա լսեմ Հալեբ եղած ժամանակը Սայգազյան դպրոց երջախումբ կար, բայց բարոնը չարավ ինձ, այնադին օրին բողոս ինչ աներ, մագանունը մորցա, բայց մեծ երաժիշտ էր, ես անեղվեց անգերներս կերկեն և այլին ինձի դուրս սկեց, երևի ժամանակը չեր, և սկսա կարացան երջախումբ, գիտես, դու գիտես շողի, որ տենոր գերկես, անտին բասը գլսես, ալտոն, սոպրանոն, ասպես, և եկեղեցական շարականները, ծևոմը, այսինքն առաջին դպրոցս եղավ գրնամսել, առաջին սենք բեյսը։ Այո, հիմը տրվեցավ ձեր երաժշտական այդ ասպարեզին։ Իսկ մեծ անուններու վստահությունը երբեմն կյանքի ընթացքը կշրջի։ Ունեք ձեր կյանքի մեջ մեծ անուններ, ինչպես Արեգ Սրբազանը եւ Գևորգ Կանդահարյանը, եւ այդ իրենց ուշադրությունը ինչ նշանակեց ձեզի։ Ինչպես պատահեցավ, որ ծանոթություն ունեցաք եւ պատմեցեք։ Ուրեմն 2-3 մոտ երևի 4-5 տարի 40 մանուկ երջախումբի երկելն ես ետք երջանկահիշատակ կարեկին երկրորդ կատողուսի 10-րդ ասենք ամյակը պիտի դոնվեր, ուրեմն խումբը պիտի պատրաստվեր, եթե չսխալիմ հոպելինական էր անունը խումբին, տարբեր եկեղեցիներու երջախումբները այսպես գազմված, ասենք լավ ցայներ հավաքեցին Անտիլիաս շնորհալին հետ միասին, բավական մեծ խումբ էր։ Ուրեմն հատուկ հայդակեր մներ, որ այդ օրերուն գիշեմ Սետրակյան կարծեմ մահացավ, սխալիմ, իր գործերեն գար, և բադարակի որոշ կդորներ, նվակախումբ ալ գար, եթե չի սխալիմ, ղեկավարը Էտյանս Կուպելյանն էր, Էտյան Կուպելյանը, ասենք չուտակ, տավ չուտակ, ինչ որ գեիշեմ։ Դղոց կպադրաստեր երջանկահիշատակ Զարե Սրբազանը։ Իսկ աղջիկներուն բարոն Գևորգ Կանդահարյանն էր։ Անշուշտ Սրբազանը երաժիշտ մարդ էր, բայց չէր սիրեր երևիլ, այսին, գուցե շատերը չեն գիտեր, որ ինքը երաժիշտ է և այլն։ Մեզի կպադրաստեր, վերջը գանցներ խումբը բարոն Գևորգին, փորձերը կգադարեինք եւ այլն, մինչեւ որ բավական ամիսներ փորձերինք։ Շաբաթը 2-3 օր Անտիլիաս կերտայինք, որ հաջողցնենք այդ օրվա ելույթը։ Օրվա նախականն ալ եկավ Անտիլիաս դուրսը պագներ համերգը եւ շատ հաճելի էր եւ շատ հաջող անցավ։ Ինչպեսի հետ մցկեց Զարե Սրբազանը ձեր կյանքին վրա։ Նախ Զարե Սրբազան որպես անձ, ասենք կրնասել, որ սուրբ անձնավորություն է, սուրբ իրական հոգևորական ես իրեն գիտեմ, այսինքն մեկ խոսքով։ Բարոն Գևորգը աշխուժ ընկերային, այսինքն բարոն Գևորգը գծկեր, որ սիրես երկը։ Միասին գլայինք, պիկնիկներու գերտայինք, բայց այդ հատկությունը ուներ բարոն Կանդահարյանը, որ քեզի
թույլ գուդար որ երկին գավիս սիրես եւ կարեւոր էր ես կարծեմ այդ օրերուն շատ կարեւոր էր Ես կգարձեմ որ իրենց այս նման մեծ անձերու կամ նման շրջանագի մեջ ծեր գազմավորումը արդեն նոր էջ մտածավ որովհետեւ դու կարնակ ընդրել ճիշտը մակուրը մակուր շրջանագի մեջ երկեցողության եւ համահունչ այս բոլոր մտնոլորտն էր որ թերևս գազմավորեց դեպի երթալ հայ երկը անշուշտ իմանի ուղղությունն էր քեզի Հիմա երկը գսիրես չի բավեր Եզի ուղղությունը գուդար որ թեպի ուր պիտի երթաս Դես այդ կարացան երկեցողությունը եկեցական աչարականները եւ ընթացքին հիմա այդ օրերուն դժվար էր երբեմն գիրագի օրերս հայկական ցայնը գար Գիբրոսեմ ուր գսպրվեր ինչ էր անունած չեմ գիտեր գես շամ էր ինչ որ երբեմն Ադիգը լսենք, այլապես օրվա երկիչներն էին, այդ օրերու ասենք շուգայի երկիչներն էին, ինչ որ գիտենք, Ադիսը, Մանիելը, Պոլը, Մաքսիմ եւ այլն։ Բայց առաջին անգամ ցերկս այդ օրերում կասետ էր, այսօրվա նման տյուրին չէ YouTube-ը ասենք, ես մեկ օջագով սեղմես եւ ուզած անունը գրե եւ Այդ օրերուն ընկերներ ունեի, որ Հայաստան գուսանեին, գխնդրեի, որ ինչ կա ընդեղ եւ այլն, մեզի կպերային CD-ներ, CD չէ, ներողություն, կասետներ, այո։ Առաջին անգամ Ադեշե Սավեդյանն է, որ այսինքն ուշադրությունը սկրավեց, սկսա պախտադագան անել, այդ օրվա դեղական հիմա չեմ բանն օրինակ Ադիսը մեծ երկիչ է գիտես էստրադային սպիրկի տիպ մեկն է բայց դարբերություն ասենք ուրիշ ժանրի ասես չեմ գիտեր ինձ կրավեց Փնդրդուկի սկսակ որ դեսնեք ինքը երևի փնդրդուկ կգար այո փնդրդուկ կգար անուղագի գար հիմա չես գիտեր որ ինչ է ուզածս հանգարց դիմացդ գելը գսես չէ ասե ուզածս այո Իսկ ինչպես գիտենք ցայնը աստծո բարգևն է, բայց ձևավորումը եւ հղգելը երկար եւ հարատեւ աշխատանքի կկարողի։ Որքան կարեւոր է ցեզի համար երաշտական գրթություն ստանալը։ Եվ ինչպիսի հանգրվաններ է անցակ, ինչպիսի փորձառություն է ունենալ ուսուցիչներ, որոնք ժամանակի մեծ անուններ էին։ Այս բոլորը Բիդի աստեր ծեր բակա երկիչի կյանքին վրան։ Հիմա դուք սկսակ բրբդումի, բայց կարևոր նկատեցիք երաշտական գրթությունը ինչ էր ծեր այսինքն նպատակը։ Հիմա ես կարծեմ, եթե լուրջ ես քու կորձիտ մեջ, ասին քու ասպարեզիտ մեջ, լա ուրիշ բան։ Եթե լուրջ ես, ուրեմն կսկսես փնտրել, ասին ինչ պետք է անեմ։ Գիտես, հանգրվան էր հանգրվան Ճիշտ ձևը Ուրեմն այդ օրերուն Առաջին նախ պետական երաշտանոց ասին կացի բան Բայց այդ օրերուն ասի բادرազմ էր դժվար էր Ալինաուն անունով ուսուցչուհի ունեին որուն դունը Աշրաֆի էր Մագսեր քանի որ պետական երաշտանոցը փակ էր ճամփաները իր դունը պիտի գերտային կանալ Աշրաֆի այդ ինչ էր Եդևի գողմերն էին որ արչևի գիծի մոդ էր այսին վտանգավոր շրջան էր մի քանի անգամ կացի վերջուսի վազանցիր օրմահոնը 5-20 ռմբագոձում բան գեցանք վարը եւ այլն գրնամ մսել իմ առաջին ուսուցիչս երկի բարակային Վաչե Բարսումյանն էր այդ օրերուն Համասկայինի երաշտական դպրոցը Վարդանանց եկեցի այնտեղ դպրոց մգար այո Նուբարյան այնտեղն էր դասարաններում մեջ Դագավին ասին շինարարությունը այո նոր շենքը չի գա Դագավին ասին շենքի վրա աշխատեին այդ օրերում Ուրեմն առաջին ուսուցիչս էր նորեն դժբախտաբար Վաչեին հետ ես մոտ 6 ամիս աշխատեցա լավ ուսուցիչ էր նախցանս նայեցավ սա բավական լայն է ռեյնջը Վերջը գիտես դու նատ գլոր սայնը որ գրնաս ասի դալ դվի սա բրավո սա երբեմն 1-2 տարի ցանամարզուժան ու կանդ գլորությունը չեն գրնար դալը սա ինչ որ է բայց դժբախտաբար հիմա ինձի տենոր գմարզեր Վաչեն 6-7 ամիս յետ կախտեց Վաչեն Ամերիկա գնաց հիմա կարծեմ մեծ խումբ ունի երգչախումբի դիրիժոր է ասին խմբավար է
Իսկ երկրորդ ուսուցիչս եղա բարոն Չադրյանը։ Կարավետ Անկուցյան, բարոն Չադրյան, մեծ երգիչ է, ինձ համար էսին միջազգային մագարտակի դասական երգիչ է, բարիտոն։ Այո։ Ես կրնամ ասել բարոն Չադրյանեն երգեցողությունը սորվեցա։ Ինչպես պիտի երգեմ, որտեղ ֆորտե, որտեղ մեմ, ուր շունչ պետք է առնեմ, ստորագետին պետք է շունչ առնես, ոս պետք է առնես, որբեսի միտքը լռանա, գիտես ասպաներ շողիկտուն։ Ուրեմն անշուշտ արպեջները որ գնայինք ցայնի, յետքը կարորջամը իդալերեն երկեր կսորվեինք, երկեցողություն կսորվեցներ եւ ես շատ օգտվեցա, բայց իմ այսին երկի ասպարիզից մեջ օգտագործեցի։ Ինքնաբերաբար գու կարծեմ որ կսորվիս։ Կարծեմ որ աս երկու ուսուցիչներն շատ օգտվեցա ես։ Որպես ասենք զարգացում, վերջին ինքնազարգացումի կացի, որով Առաջին քայլերը երաշտական գրթության արձևոտ եւ ներողություն ընթացքին շնորհալի երջախումբեր երկեի այո ուրեմն մնացի 12 տարի ծառայեցի ընդհանուր ասենք աստվածին եկեցին սկսած մինչեւ շնորհալի մոտացել ընդ ցայնամարզություն եւ այլն ընդդեղի երաշտություն ասին ասում իրար կամ փոխչացնեն եւ Գիտես, եթե չիլեցնես ու գեղեցիկ չելեր։ Այո։ Ինձ համար ցայնը երկրորդ ստեյջ է։ Ամեն մարդ ցայն ունի, երկեցողություն ուրիշ բան է։ Այսինքն գիտելիք պիտի ունենա մեկնաբանելը։ Մեկնաբանելը դառնում։ Անշուշտ, եթե գիտելիքներ չունիս, չեմ կարծեր որ օրինակ Հայաստանցի երաժիշտի մի երտաս, օրինակ երկիչը մը մեկ հատ երկ է։ 4 տողի երկե, ինքը գճապե քեզի, վերջ։ 4 տողի մեջ կգիտնակ ու կարողությունը դան փոխ։ Այո։ Այդքան։ Իսկ դարբեր ուսուցիչներ, դարբեր դպրոցներ, բայց մեկ նպատակ։ Այո։ Որ դասը կնկատեք ամենեն վճռորոշը ձեր երկեցողության մեջ։ Այսին որ մեկ դպրոցը։ Այո, այսինքն դպրոցը սելով սիստեմը, կամ ծևը, կամ բարոմաչե, 3 տարի Վերջ դեսա ես օպերայի երկիչ պիտի չլամ, գիտես, վերջի չէի գրնալ, կորձս կար, կանի հայրս անանկիստ մարդեր դունի ես, տեսին այդ ծախսերը և այլն, բայց դեսես չեմ ուզեր դասական երկիչ լար օպերային, բայց տշպախտապր մենք սպիրկի մեջ չունենք, էստրադայինը, ջազը, ինչպես որ հայրենիքի մեջ ունենք, այդպես կես մնաց, բայց սկսա աշխատել իմ վրաս, սկսա սպես կասետներ ցերկցել տասական երաժշտություն շատ կլսեի ջազ մյուզիկ կլսեի դարբեր երգիրներու ֆոլկլորը բան ասի մեկ խոսքով ես ինքնազարգացումը շատ կարևոր է միշտ դեպապար մարդ սորվելու մեջ պետք է լա չի բավեր եթե դպրոցը քեզ ուսուցիչը սավ օրինակ ասի երկը բիտ սորվիս ասնոտաները սորվեցա վերջ 10 ըրի չի բավեր անի տուրն է տուրը կբացվի եւ տուն Բիդ աշխատիս կուվրատ Այո, ճիշտ է Եվ ասի մի քանի տարի այսպես Մինչև առաջին չէ անջարե ետ առաջին փեմ ելելը Լավ, այն ժամանակ առաջին փեմ ելելեն առաջ Ինչպես էին երկիչ ըլլալու այդ օրերու պայմանները ինչ էին չափորոշիչները Նա դորերուն ավելի դժվար էր այսինքն Նախ հասկացող ժողովուրդ կար, բախտադաց հիմա էլ գա, բայց եթե կանագը առնենք, այդ օրերուն, եթե լավ չեր կես, վերջ երկրորդ անգամ քեզի չեն կանչեր, չեն հրավիրեր։ Ճիշտ է։ Ավելի դարբեր էր քիչմը։ Վերջին բարակայից ես լավ դղոց ծանոթացա, լավ երաժիշտներու ծանոթացա։ Այսին արիտ ունեցա, որ ծանոթանամ լավ երաժիշտներու, ինչպեսին են Ջոն այդ օրերուն Վրեժ Տուտիգյան արդեն հիմա Ջոն Վրեժը օդար երկերը հայրանի մեջ այսին նախ Նորվեյ եւ այլն դուրսերը նվակած փորձարու երաժիշտներ էին վերջը հայերեն արդեն խումբ կգազմեն բադայեցավ որ ընկերոջ միջոցով ինձ ծանոթացավ սա մեր երկիչը գլաս լսեց սեզի լսեց ծեր երկածը հիմա որ առաջարկեց այդ սեզի ընկերոջ մետկացինք օրվա Ուրեմն թատրոնի մը ասենք ծանոթումը դարձանակրի մեջը այսպես մեկ դող երկ մգար Բանի ես երկեցի Աշուտ ինքը դարձանակրել որ երևի դպավորվեցավ
ուրեմն եւ այդ օրերուն շատ երկիչներ գային, այսինքն մեկ մասը մնացին շարունակեցին, մեկ մասը չհաջողեցան։ Ինձ առաջարկեց սկիզբը այո ոչ չգրծա ասել անշուշտ մտածեմ ասի ուրախացա անգամ ասելու համար ասի մտածեմ սա բան չէ գուկա սպորտ կնենք եւ այլն ամեն մեկը փորձարու 10-15 տարվա երաժիշտ ասին ամենաամփորձը ես ուրախ եմ որ այս տեսակ երաժիշտներու հետ սկսա այո բայց արդեն հաջորդ տարիներ Վրեժ Տուտիկյանը քաղտեց մեր գիտարներ, սոլիստ գիտար նվագողներ Սետո Բաղդասարյանը եկավ միասար խումբին, որպես գիտարիստ։ Տարիներով միասին աշխատեցանք, շուրջ, ասին, գրնամսել Ջո Բարուչյանի խումբին հետ միասին, մոտ 11 կամ 12 տարի։ Դեմեր եւ աշտեսկիցները վախը գար միշտ կոմգելես։ Ինչպես է առաջին ծերպեն Ես պարտանալը։ հիմա ճիշտ չեմ հիշեր որ առաջ։ Հա, նախքան Պեմպարսը մեկ հատ կոնցերտ դվինք Դերմեկոնյան 12 կին վակող գար Եգուր ինձի արցուր գիտես ատվախը փողային կորձիկ կար այդ օրերուն Գյունդուզյանը գար սաքսոֆոն նվագեր Հանկուցյալ Սարգիս Տոպալյանը տրոմպետ Կոկոն տրոմբոն նվագեր Աշուշ Ջոին բանդը 4 հոգի պլաս մեկ հատ սևամորտ բոնգոս նվագող բերինք Եվ երբել կորալ երկու գարեդս Երևակայ առաջին անգամ ասեր բավական Առաջին երկհանտեսներ Առաջին երկհանտեսներ այո Լուրջ երկհանտեսեր ասին գիտես առաջին անգամ մարդուց արչև Կարծեմ ես ընկերներս միասին ջոինք ասպես միություն չէր ասին չեմ իշեր միություն անհատական էր անհատական Եվ մեր բանդը Այդպես ընկերներս լուրջ գործեր Ադոր վրա արդեն սկսա միությունները մենք ծերնարգունինք մենք ասունինք այդունինք Այո սկսա բրավերները Այո Ձեր ցայնը սկսավ հասնել հերուները Այդպես է չէ Ինչպես կհիշեք ձեր парքի դարիները եւ այդ մեծ հրավերները Նախանասեմ միջև 94-5, որովհետև սուրյական նպատակություն ունի, դագավին Լիբանանյանը չունի, հրավերներ գուկար չէի գրմար ճամփորդել։ 95-ին ետքեց սկսա։ Դժվարություններ գարուսել։ Հա, դժվարություններ շատ կար։ Այսին Լիբանան աստեղա դժվարություն կար։ Գիտես, այդ ռումպերը եւ այլն, բան վիճակի մեջ էր, բայց Այսինքն բսակները չէր գնար, միութենական ցերնակները չէին գնար, այսինքն յանքը պիտի շարունակվեր։ Եվ արդեն ոսը սկսա երկելու հրավերներ, եւ գհիշեմ օրին այսպես նվագախումբ չի գար երկիչով։ Այո։ Մենք կայինք եւ Խաչիկ Մալխասյանին խումբը գար, բայց Խաչիկը ֆիքս կաշխատեր Արմանին հետ Golden Beach Բայց որպես խումբ ֆրի որ ամենտեղ մենք երթայինք մեր խումբն էր Ջո Բարուչյանի խումբն էր Ասպես տարիներ եւ փորձառություն ցերկեցինք վերջինը որ այդ ճամփորդությունը Լավ հիմա վարպետնելու հետ աշխատելը դբրոցն է ինքնին արդեն Ինչպես կնկարագրեք այն նվագախումբը որ բոլորը վարպետներ էին Ինչպես կվերապերեիք դուք իրենց հետ Գիտես ամենը ասենք ամփորձառուն ես եմ մեջերնին Աշուշտ իրեն գադի գարնեին, գոկնեին, գործ կնեին, բան Բայց սկիզբը պեմ գելնես կվախնաս, ժամանակի ընթացքին գիտես տունես, պեմի ինչ կսեն, առաջին քայլը որ վիտնեդես Ասին ոչ թե վախը, երևի մտահոգությունը, որ լավը բիդնեմ, ավելի լավը բիդնեմ, գուզես կադարյալը ներգայացնել Եթե համեմատություն ունենք անցյալի եւ ներկայի դժվարություններու մասին, ինչ կարելի է ասել Չէ, անցյալին ավելի դժվար էր, ասին ամեն ինչով, ասին հիմա շատ դյուրին է։ Օրինակ առաջին երկը որ, ասենք, սկսանք մտածել ալ պետք է երկ ունենամ ցայնակրեմ, սկսա ընկերներս խնդրել Հայաստանեն կասետներ եւ այլն եւ քիչ առաջ որ գսեի Առաջին կասետը որ սկսա լսել Արտաշես Սավետյանն էր, վերջը Ռուբեն Մատևոսյան, Բելլա, Բադալյան եւ այլն դեսա հոն ուրիշ բան գա։ Արդեն կամած սկսա այսինքն սիրել այդ ոճի երկերը։ Այդ ոճը սկսա Սկսա այսինքն գոմնորոշվել որ
Ինչ ոչ դար, ինչ ոչ պիտի երկես, այո։ Ես միշտ կթելադրեմ, հիմա այլ դղոց նորեկներուն գսեմ, ասին պետք է ոչ ունենաս, ստիլ ունենաս։ Այո։ Չլարգապկես ասոր անոր, որովհետև այդ անձը որ դվյալ երկիչը գսիրե, քեզի պիտի չլսե։ Օրիջինալը պիտի լսե, Շատ չէ՞։ ճիշտ, շատ Վերջը տուն քարակտեր ճունիս, ինչ ես տուն։ Ասին քո ոճդ պիտի ունենաս։ Այո, Ադի անձնական։ ժամանակի ընթացքին բրբդելով, լսելով դարբեր ասենք երկեր, հայերենի բարակային հայերեն երկերը։ Օրինակ ես աջախ կսեմ աշուղական երկերը լսեցեք, ասին։ Բայց չէ երկես աշուղական երկը։ Մեջի այդ խազիկները, այդ խաղերը, այդ հայկական եւ օգտագործեք ու երկերուտ մեջ։ Ասին։ Եվ ասին լավ լսե հունարենալ, չգիտնամ ուդար երկերը, բայց գարկինը ասին լայնցուր քիչմը։ Այո։ Նախ սկսիր քու մեծերդ լսել։ Դու եթե հայ երկիչ ես, դու բարդավոր ես գիտնալ քու մեծերուտ, չէ՞։ Անշուշտ։ Լսես։ Ես չեմ ասել որ դակավին գոմիդաս, ասին այդ օրերուն գլսեի ես։ Այո։ Գոմիդասը տասական ասենք թե Խաչատուրյանի եւ այլն եւ այլն։ Պիտի լսես որ որոնք հիմն են հայկական երաժշտության հիմքն են։ Հիմքը կգազմեն։ Իսկ դուք ընտրեցիք զուլալ հայկական երաժշտությունը, աշուղականը եւ հայկական ժողովրդականը, մինչդեռ եթե դերևս ընտրեիք քիչ ավելի ռաբիս ոճը, դերևս ավելի շատ կաշխատեիք, ավելի շատ գործ կունենայիք, կզղճակ կամ դուք բավարարված եք փոխեք որ ձեր ժանրը այդեր։ Չէ, զղջալ չէ։ Օրինակ առաջին երկը որ ներկայաց ասին ցանակրեցին ստուդիոյի մեջ սպասում երկն էր Վրեստուտիգյան եւ Ջոն աշխատեցան կորզիկան, ասենք թեթև ջազ, բոսանովա ռիթմի վրա, ասենք օրիջինալ ասին երկն էր Սիտրակ Էսմերյանին խոսքերը եւ ասենք երաժշտությունը, կորզիկավորումը Ջոն եւ այդ օրերուն Վրեստուտիգյանը միասին էին։ Այո։ Չեմ գիտեր լսած ես վստահ, շատ օրիջինալ երգ է։ Նույն երկրորդ երկը նույնպես, երրորդը նույնպես, օրինակ Կապույտ Տրճունը, որ Խաչատուր Ավետիսյանին երկն է, լրիվ փոխեցինք մեջ, ուրիշ ժանրի, ասին երկրինք, անշուշտ այդ հիմքերեն դուր չես կրնար ելել, բայց գարտիականացնես որոշ չափով։ Եվ այսպես աշխատեցա։ Հիմա Ջոն հաջախ կսեր CD մեջ պետք է արագ երկիչ մպան, դու նսավ դրան պիտի չի շահիս, ասոնք պիտի շահին, լավ ինչն եմ, հիմա, գիտես հիմա, հայրավոր բսակ երկած եմ, հիմա բսակներում պիտի ջոխացնես, բարեցնես, և այլն, բայց եկ որ կամ ես անցնական երկ պիտի ծայնակրեմ, ես կուզեմ իմ երկերը, իմ ոջովս և իմ ծայնակրած երկերս բոլորը գրնամս էլ ոչ ունին, ասին, դարբեր ստիլ մնե, ասին, ես չէ որ գսեմ, հայաստանցիներ օրնակ, բարեգամներ, նգծանոթանան, սի որ դարին արել եք ես երկերը, սի 80, ասենք, 8-ն մինչև 95-ը, շատ սիրուն են, շատ լավ է ստացվել և այլն, կաչալեր են և այլն, կանի որ ինչու հայաստանցի մոտ, որ երթաս, երկիչ եմ, առաջին հարցումը գլա, ինչ է ստայլըտ, առաջին հարցումը, հիմա եթե ռաբիս գերկես, չեմ գիտեր ինչ, ես գադարելու մասին չեմ ասել, գրնա շատ լավ երկող լաս, գադարող լաս, կապ չունի, Հայաստան հայրավոր կան այդպես երկող, այսին թիմակիտ չունիս տուն, կույն չունիս, կույն չունիս, ինչ է կու ստայլըտ, դեսագըտ, ինչ է, եթե դեսնեն, օրնակ ինձի հաջախ ըսած են, հիմա ես աշուղականակ երկեմ, ես չեմ ասել ես պրոֆեսիոնալ, գիտես աշուղական դպրոցի չեմ անցած, բայց գիտեմ որ գեղեցիկ երկեմ, հիմա ինձ որ մեկ էսավ, դու մեր ման չես երկում ըսավ, գիտես բզդիկ այդ խայկները, բայց սիրուն ես երկում ըսավ, այսին եթե տուն գեղեցիկ երկող է, այսինքն ըսել է դուք ձեր անձնական բանը կտնեք մեջ, այսին եթե տուն գեղեցիկ երկես կկնադե, այսին Հայաստանցին կկնադե, ուրեմն այդ դեն էր որ դուք որոշեցիք բավական երկել եք, որ անձնական երկեր պետք է ունենաք։ Այո։ Հիմա սպասումը երևի 88-ին կամ 7-ին ասին, ջոյնետ աշխատել ես 1 տարի կամ 2 տարի հետ կրի, բավական ժամանակ անցավ, վերջը ասենք պետք է երրորդ երկմը ունենանք։ Բայց գիտես ինչ, մեմ ասենք թե երկմը ներկայացիր, բավական հաճող, բավական ասենք այս տեսակ ոջի երկ է,
հանգար չես կնար ասպես ելնել ինչ գիտնամ աչեն ծախեն ասպես հավաքել երկել սկսա մտածել բարեբախտաբար բարեկամը Հայաստանը իր ընկերը գար երաժիշտ էր նոր երաժիշտ Արտաշես Բաբայան անունով ուրեմն ինձի պիանոյի վրա նստած երկեր երկած էր ասենք 4-5 հատ ինձ ղրգեց ինձ իբերավ գիտես արցանակությունն ալ հաջող չէր ինչ պիտի լադունի մեջ պիանոյը այդ սիրո երազը այդ երկերու մեջ են արի կդա մդի գրին ջոյինետ ասի լավ երկեպան բայց ինքը քիչ մը ռիթմիկ երկած էր մենք արինք սիրո երազը ինչ որ հիմա գլսեք օրին ջոնալ գեղեցիկ կորզիկավորեց եւ այլն եւ ունեցանք գեղեցիկ երկմա բայց սպասումի հետ ես մեկ հատ մորցա պատմություն ունեմ վանացանի հետ կապված ուրեմն այդ օրերուն օրվա դնորենը բարոն Վաչե Պրուդյանն էր եւ այդ տարիներուն շատ խիստ էր ասին չի գա սպիրկցի երկիչ երևի Ադիսին եւ Մանյելին եւ աշխուհական բարոն ասենք Լևոն Կատրջանին երկերը կսպրվեր ուրիշ եր չէր սպրվեր հիմա առաջին երկերը Վաչեին օրեղբոր դան ընկերս էր ասի որ զարեաս երկար սանակրեցինք արդյոք Վաչեին դաս վանացայնեն ուսավ գիրագի մեզի վիդիկա սավ գուդամ հիմա երկու շաբթի էր թե երեք շաբթի էր զարե հաջող կանտբեի կով ընկերս էր ոսկերիչ զանգեց սա Վաչեն քեզի գուզեգոր վանացամ իդերտաս ինչ է պամ չեմ գիտեր սա պամը չսավ ինչ որ է եկա նախքին վանացայնը ուրեմն դուրը զարգի բարև եթե չսխալիմ Սևանն էր դուրը բացողը բարև ով գլակ անունս Մանուկ Մինասյան է գուսեմ բարոն դնորենին դեսնել սա ժամատրություն ունի այոսի եւ այլն ուրեմն ներս մտավ եկավ սա հրամե հազիվ օֆիսեն ներս մտավ ինքը նստած էր ասպես կասետի մեքենան պատրաստ էր հազիվ ներս մտավ բարևը սա փլեյ սերմեց ու ինձ գնայի գոր գիտես սպասում երկը մեկ համարի երկեց ինձ գնայի գոր մարեց ասի տունես ասավ այոսի լավ նստիր ասավ ասին կնությունը անցանք վերջը ցույց տվավ մեկը սերսանդուկ մգար վրան խաչ եկուր սավ դես օրական սավ ասկամ մեզի կասետներ գուկա որ սպրենք եւ այլն ընդհանրապես 95% սավ ոսկերտա սերսանդուկի մեջ կերտա եւ այդպես եղավ առաջին կայլս վանացայինի հետ սպասում երկով անշուշտ վերջ կաչալերից սավ ինչ որ գուզես ինչպես կրնամ տագարտանալ եւ այդ օրը սկսավ սպրվել Մանուկ Մինասյանի երկերը վանացայինեն Մինչև այսօր ալ գսպրվի այո մերսի շատ շնորհակալ եմ մեծ ուրախությամբ իսկ այսօրերուն ամեն օր նոր երգ կծնի նույնիսկ արվեստական բանականության միջոցով նոր երգեր կհորինվին ինչպես էին այդ օրվա պայմանները եւ ինչպես կհամեմատեք այսօրվա երգերը Չես կրնար համեմատել մանավանդ արվեստ այո արվեստական բանականությամբ մեկ տարի եղավ ինչ չեմ գիտեր կամ քիչ ավելի շատ վտանգավոր է Ես լուրջ ունեի, ասկի երկու ամիս առաջ էր Սետոյի մոդ կացած էի, Սետո Բադասարյանին, մեկ հատ լսծուց, ես սկիզբը չհավատացի, սավ նայր, լավ ինչպես կրլագոր,որդերը գուդաս կորդուն, այս տեսակ ցայն գուզեմ, կամ այս տեսակ կորձիկ ավորում, այս կորձիկները, կլարինետ գուզեմ, լավսի, և երկի բարերն ալ գուդաս, Սավ երկ Ամեն համացան երկ գհորին ասին կո օրդրիտ ասին Կորամանիտ գենթարգվի և ուզածըտ երկը Դանկավոր է շատ ասին եթե մեկ հատ պախտատենք մեր օրերուն նախ իմ օրերուս որ ստուդիոյեն ներս երկ կծարին ակրեինք կորձիկները չի գար ֆոլս նոտերը չի գար բիդի ադրիլերու օրերն էր գամ ճիշտ երկես եթե սխալ երկեցիտ մորեն բիդի երկես մեկ չենք Դող չէ Սրպակրերիկ այդ բաժիններ, այդ միջոցները չի գար Օրմը չեմ իշեր, որ դող երկած եմ Չէ, կմտնես, սենք աստեղը լավ չէ լավ, ինչ եմ գիտեր Կուպլեն ամպոչ պիդի երկես Չի գա, եթե չես կրնար լավ երկես, չի շտկվիր Այսինքն չես կրնար երկիչ լալ Չէ, վերջը հիմա, ասին անգե հետ երկիչներում վարակային շատ թյուրին են Ստուդիոներս երկեր գարցանակրեն գոր Եվ այդ ֆոսերը գշտկեն, սխալները, նոտերը գշտկվի գոր Բայց պեմի, երբ պեմ պարսրանաս,
արդեն հայտնի գլա, հոն Հոն է հարցը։ է հարցը։ Հոն է հարցը։ Անշուշտ։ Իսկ այսօր երուն ընկերային ցանցերը միջոց են ավելի արագ եւ ծյուրությամբ հասնելու ընկերներուն։ Այդ օրերուն չի գար ընկերային ցանցերը։ Չէ, ոչ։ Ինչպես գերաշխավորեիք ձեր ներկայությունը քաղաքներս։ Նայր այդ օրը հիմա եթե դու գսիրես ասպարակային երաժշտություն, արդեն պիտի բրբդես, դժվար կամ թյուրում պիտի կասետը բերես, անի լսես, մյուսը լսես, պիտի հետևիս, որ դու քեզի զարգացնես։ Դուք ցեզի ինչպես գերաշխավորեիք ներկայություն եք դուք քաղաքի մեջը։ Երևի քու հադուկ երկերդ կամ քու ստայլդ Գեղեցիկ երկեցող, չի բավեր, այսինքն թե գեղեցիկ երկեցողությունը, թե դեսագը երկերու։ Այո։ Ինչու կգարձես վանացային գսպրվի միջեմա երկերը։ Եթե լուրջ խորք չունեցող երկ չլա, չի դիմանար։ Այսինքն ինչ չի դիմանար։ Շատ երկիչներ կան, ամեն տարի մեկ հատ CD, այսինքն գարցանակրեն։ Ցաներին հայրավոր երկ ունին։ Բայց չի դիմանար։ Մեկ տարի վերջ պետք է նորեն, որբեսի քայլ բահե, անունը լսվի։ Այո։ Այդ երկը որ մեր հին երկերը շատ երկ հայրավոր երկ ունենք որ մինչև հիմա ես տակավին չեմ ասել Սայեդ Նովայենը սկսյալ Այո։ ինչու կանի խոր կա անգեղծություն կա մեջ անգեղծություն կա Այո, խոսքի եւ երաժշտության, այո։ անշուշտ ասելիք փոխանցելիք բան ունիս Այո, եւ անշուշտ այդ բոլորը փոխանցելու համար կարողությունն ալ պետք ունի, որպեսզի կարողանաս ճշգրիտորեն փոխանցել հանդիսատեսին պիտի հետևիս, այսինքն Բիդի հետևիս, բիդի զարգացնես տուն քեզի։ Այսօր երում թյուրին է, այսին YouTube-ի վրա ես հաջող այսին դղոց այսին գխրադեմ գսեմ, դղակ թյուրին է, հայկական հին երկերը լսեցեք։ Դուն հայ երկիչ ես։ Այո։ Այսին հիմա եթե արաբերեն երկող ես կամ չեմ գիտեր, եթե անգլերեն կամ օդար լեզու ասենք ֆրանսերեն, ասելիք չունիմ։ Բայց եթե դու հայ երկիչ ես, դու ասին բարդավոր ես լսել քու նախորդ այդ մեծերուն Այո այս մեծ երկիչներուն կամ երաժիշտներուն այդ գործերը այսօր ճշմարտաբար աններ ու դաս չեն գիտեր Խաչատուր Ագդիսյան գսես չի գիտեր Արնո Բաբաջանյան կամ Սայեդ Նովալեսած է կանի շատ ընտագացած է Սայեդ բայց ճշմարտություն է եւ ինքը գարձե լավ երկող է չէ Ասին բծախնդիր բիդելլաս ասին բիդի զարգացնես դու քեզ որ քեղեցիկ երկես Այո ասպարակային ես չեմ ասել որ հանդարտ երկեր նույնիսկ այդ ռիթմիկ երկերը նորեն վարվեդություն գուզե այդ մեկնաբանելը եւ այլն Այո եւ այսօր երուն նույնիսկ նոթերը գտնալը ավելի թյուրին է ամեն ինչ այսինքն առաջ ժամանակին որ նոր սկսած էին վակախումբեր գազմվել այդ երկերը որոնք լսեին adոնց նոտաները չի գար ինչպես պիտի նվագեին բոլորը չանք տապած են նստած են գրած են ես չանք տապացի այդ օրերուն այդ բան քիրքը գար ինչ էր հայաստանյան ասե շիրագը ստեներ բայց անդերեն Սայեդ Նովայի քիրքերեն որ մեջը երաժշտությունը գար նոթերը գար այսին մեկ խոսքով դժվար էր Այսին բիդի խնդրեիր ասոր անոր որ ինձ երկարամը ցերցկե կամ նոտայով եւ այլն բայց հիմա թյուրին է շատ թյուրին է այսինքն անցեն գախյալ է նախ քեզի համար ինչ է հիմա եթե դու փեմ կբարձրանաս մեկ կալ վեր ելար դու ուսուցիչի դեր բիդի գադարես չէ ժողովուրդը քեզի բիդի լսե ուրեմն դու քեզի բիդի զարգացնես դու քեզի ոչ թե այս օքեյ երտամ երկեմ միան երկես իրով երկե Բայց սորվիր, օսլեցուր, աստեղ եթե չլեցնես կեղեցիկ չելներ Այո, ճիշտ է Դարիներու փորձառութեն են ետք նոր համագործակցություններ սկսակ ունենալ քաղաքի երաժիշտներուն հետ Կարելի է պատմել թե ինչպես ընդլայնեցիք ձեր աշխատանքին շրջանակը Հիմա դարիներուն որ ջոին հետ ասի 11 տարի միասին բանդենք վերջը ջոն իր ստուդիոն փոխադրեց Ալկար եւ սկսավ արաբ երաժիշտներու հետ աշխատել Կորց սկսավ այդքան կորձ ունենալ, որ չգրծավ, ասին հատկացնել այդ հայկական, ասենք, այդ օրերուն խաչիկը խոսեցավ էդ Սմալխասյանը, մոտ 80 դարի խաչիկին հետ, ասին, աշխատեցա, մեկ սետո Բաղդասարյանին հետ էլ, ասին, կորձակցեինք, աշխատեինք, բայց հիմնականը, արդեն սետո մեր հետը բանդ էր, վերջը ծկեց, ինքիր ստուդիոն ունեցավ, Եվ այսպես
Խաչիկին հետ, վերջը Սետոյին հետ բավական աշխատեցա, վերջը Հովիկ Ադուրյանին հետ, բավական լավ երաժիշտ է Հովիկը, արդեն Հայաստան մեկնեցա։ Աշխատանքները գուքան եւ գերտան, բայց ոմանք գմնան։ Որ ցանկությունը կամ երկը մինչև այսօր առանձնահատուկ դեղ ունի ձեր սրտի մեջ։ Նայրեմ բոլոր երկերը, իմ երկերս այսինքն սիրեմ ես, որովհետև ինչու շատ բծախնդրորեն աշխատած եմ, այսինքն գրուպ աշխատանք, ջոյին հետ նստած աշխատած ենք, որոշ երկեր կա, որ Սետոյի մոտ արձանագրած ենք, այսինքն քեզ մեկ ախյալ է, երբ որ դու լուրջ մոդենաս արցին, ասել է բոլորը պիտի սիրես։ Այո։ Օրինակ սիրո երազը դեռնամ ասել լավերեն է, բոլորն էլ լավ են, այսինքն լավակուն չի գա կողս, բոլորն էլ գսիրեմ, այդ 7-8 երկ ունիմ, որ իմ երկերս են, բոլորն էլ գեղեցիկ երկեր են, այսինքն մինչև այսօր ես երբեմն գլես եմ գզարմանամ այդ օրերուն այս տեսակ գործի կավորումը դարձենք եւ այլն, այսինքն պաստան է, որ Հայաստան կունկընտրեն ինչ երկ ունիս, աս գլսեն, բրավո ատարինորը ես դիպի երկեր երել եք եւ այլն։ Լավ, այս բոլոր փորձառություններն հետ ներգայիս երկիչ ըլլալու պայմանները փոխված են։ Ինչ է ձեր կարծիքը այդ ուղղությամբ։ Հիմա պայմանները փոխված են, եթե հիմա երկիչ կամ երաժիշտ դիդելաս, ասին։ Չսեմ հիմա տասագան եւ այլն։ Բեմ պիտի բարձրանաս։ Լավ, նույնիսկ եթե պիանո նվագող ես կամ գիտար, պիտի երտասորվիս չէ։ Okay, սիրողական գնես, բայց քիչ մը պիտի հետևիս այդ նոտաներուն եւ այլն եւ այլն։ Երկիչն անում ես, ասին պետք է երտա կոնե մի քանի տարի ցայնամարզության, ասին կոնե գիտնա երբ ֆորտե պետք է երկե, երբ պիանո սիմո պետք է։ Գիտես, ինչ որ ես բարոն Չադրյանին սորված եմ, ասին։ Այո։ Չես կնար մեկ միկրոն բռնես եւ մեկ փավորով երկես։ Այո, անգե ավելի տեքստը պիտի հասկանաս, ինչ է, ինչի մասին է։ Այո, թեր երանի թիրքը պոզիցիոնը որովհետեւ չի դա ուրեմն պետք է երաշտանոց հաջախես։ Այո։ Կոնե 2-3 տարի։ Այո։ Եվ մեր հին երկերը լսես, հին երաժիշտները, այսինքն պետք է հետևիս մեկ խոսքով։ Հիմա այսօր երուն քիչ մը ավելի շատ արագ կուզեն երկիչ ըլլալ, արագ այս բան մաչմը գա մեջերնին, որ շատ արագ կուզեն երկիչ դառնալ։ Պաշտապար, այսինքն չեմ գիտեր։ Բայց ամեն բան իր ժամանակ ունի։ Պետք է երկար ժամանակ դրամատրել, որովհետեւ դեղ մահասնի։ Միշտ այդպես է։ Հիմա որովհետեւ հիմա գարցեն, որ ես վարժված են, որովհետեւ մեկ կոճակ կողելով արդեն գրնաստուն ուզած բանը փնդրել գտնել ինտերնետեն։ Հիմա գարցեն որտերևս շատ արագ ալ նույնպես ալ ցայնը գրնաշտկվել եւ իրեն հասցնել այդ բարձր փեմերը։ Բայց նաև այստեղ ես սկսեմ ժողովուրդն ալ լանցավոր է։ Ըսի չէ քիչ առաջ մեր ժամանակը 80, ասեմ 85-ին 95 2000 այդ տարիներուն որ ես ասի հաջող ամեն շաբաթ գիրագի ասենք ցերնակներ գլար գսակ եւ այլն։ Բայց այդ ժողովուրդը ասենք լսող էր, բանջկոտ էր։ Այո։ Այսին այսօրու այս երկիչները եթե չեն ընդունել կամ մեկ անգամ գրսե հաջորդին բանջկոտ էին, ադուր համար Տունալ ավելի նույնպես երաժիշտները լավ էին, այսինքն այո, նվագողները, այսինքն գեղեցիկ օդար երկեր ալ երկեր։ Գիտեք, այդ ժամանակ ավելի մեծ նվագախումբեր կտեսնեինք, մեծ թիվով նվագողներ գլային, նվագախումբեր։ 4 հոգի գլար։ Օրգը կամ պիանոն եւ երկիչը կբավարարվին գոր։ Այսինքն չեմ գիտեր կիբորդը, այո։ Քանի որ ամեն ցայները կա մեջ, ծախսերքը որ Այդ արդյոք պատճառը կամ նյութականն է, կամ բագասն է նվագողներուն։ Հիմա նորեն նույնն է, հիմա այդ օրերուն երտանք։ Այդ երաժիշտները որ նույնիսկ հարսանիքներ կնվագեն։ Բոլորն ուսանած են, եթե ոչ երաժշտանոց, անձնական ուսուցիչներ ունեցած են։ Այո։ Մի քանի տարի սորված են վերջի ինքնաշխատությամբ, այսին մեջտեղ եղած են, այսին Ես չեմ գիտեր հիմա օրինակ կնվագեն նայրս այդ սոլոները, այդ ռաբիզ այդ կոչված ես օրինակ օքեյ լավ է անցա ես սախին գնայեմ ինչ կնայ գոր ինչ կորդեր գոկտագործե գոր այո այսին կարևոր է անիկա գրնաս երկը 3 ակորով ունել երկը 13 ակորով ճիշտ է վերջը տուն երկիչ եթե նույնիսկ ասենք նվագող երաժիշտը Եթե չի հետևած, մի անական չանոք լսած է,
մաժոր մինոր atmış sen te jazz atmış akord setiyem nerviyem çempileri çete çelesat çıkırlar. Asin orma badayetsa mega tur anun bidiçidam tur seni gazer xaçigin et porskner bir diğer ki yep çantsıvat asin harutin yerkerener inçurkidam kiçmat bez xırtin akormu asin çıkırsam mutka asin mutki adın çıkırsam mutnel yerken asas xalpammaga Չես խալ չէ իրական չէ ve իրական չէ մաժոր մինորի վարժված է այո դարբեր ակորդերով վարժված չէ ճիշտ է Ինչու կգործեք որ մաքուր եւ հավասարակշռված երկացանգերը նույնիսկ նվազած են Այո Հիմա չեմ գիտեր ինչ ասեմ արդյոք ժողովուրդն անի ժողովուրդը չէ ինչ որ 20 տարի առաջ ես հայրու մասին ես հայ կաուտի մասին է խոսքս այդ նույն ժողովուրդը չէ Ես երկու ամիս է ոսեմ, գիտես բադայեցա որ ասին մի քանի դե հրավիրեցին դեղդեղա հոսես հրավիրեմ երկես եւ այլն ուրեմն պեն բարձրաց ասին երկը գիտես չէ այդ երկը գիտես չէ լավ ինչ գիտես Ունագով դու գերեցիկա լավ օքեյ ասին նվակե Հազիվ երկու երկեցի շնորհակալ եմ չեն ցկեր գարոդ ունին գաս երկերուն եւ այլն ահա գարոդ ունի որոշ մաս մգա ժողովրդին բայց ընդհանրապես չէ կարևորը ռիթմ տողը ասի մեջկով մեկ խոսքով հիմա մեջկով գլսեն ժամանակին համ թե երևի մեջկով ագլսեին գբարեին բայց ճաշակ ունեին ճաշակ կար չեմ գիտեր Վերջին տարիներուն դուք փոխադրված եք հայրենիք Մեր հայրենիքը ցանոթ է իբրև արվեստներու եւ երաժշտության կենտրոն իբրև սփյուռքահայ երգիչ ինչպեսի ճակատագիր ունեցավ ծեր արվեստը հայրենիքի մեջ Ինքը Հայաստան երթալը հայրենիք բադահման պսենք ուրեմն 5-6 երգիչով ասենք կլիպ մը պիտի նգարվեր եւ երկվեր անալ բավական հրաչ Կայզակյանը աշխատեցավ անոր վրա ինչ որ այդ գումարը ապահովեցինք եւ այլն հիմա պիտի երթանք Հայաստան Արարատը Գարոգա Բուդակյանը Շաքեն Հանկուցյալ Լիզան ես Վիկենդիս Չիկենյան եւ Հրաչը Չէ հրաչը այո Սերոպ ինչ անում հեղափոխական գերեր ինչ որ է ադի պատճառ եղավ կացինք կլիպը ասենք ռինգ երկեցինք եւ այլն ես հոսպիտալ մնամ նայմոս ինչ կրնամ անել այսպես դրակը վերադարձան ես ում մնացի ասին առաջին կայլես աներ անբադրաստից ուզեցի քանի որ երկու ընկեր ունեի այնտեղ որոնք 40-45 տարի այնտեղ են հոն ուսանած են հոն ասին հոն մնացին ադի պատճառ եղավ որ ում մնամ Հիմա հոն կդակորց ճաշարանի մեջ աշխատիլ եւ այլն հանգարց ինչ ասեմ կորոնայի աս կովիդը սկսավ գամած հերունը ստիլ եւ այլն վերջնալ կոծվեցավ արդեն բերությունը ռանկեց որ պետք է փակվի ամեն ինչ ադի պատճառ եղավ որ ընկերս դարածք ուներ քյուրիգոմ հոն երթամ Հոն կացինք, ինչ կնեք, աս ինչ է գծանենք քաղաքը բաց է, գիտես, այդ մասկեներով պիտի երտաս եւ պետք է հոնորենք մելա, որ թուղթի գդորիմը վրա պիտի կրես, ուր գերտաս, ուր գուկաս եւ այլն։ Ասենք ինչ պիտի ենք քաղաք երտան, կոս կմնանք։ Եվ ադի պատճառ դարձավ, որ ես հողագործության կամ ինքը գաղափարը էկո-վիլեջի գաղափարն է։ Այո։ Եվ հոն է որ Այսպես զանոթացա գաբը հայրենի հողին հետ Հայրենի հողին հետ եւ այսին հոն է որ զանոթացա բնության եւ որ հողին հետ աշխատիս բնության հզորությունը կտեսնես գիտես այդ ցիկլը այո ինչպես ասենք ծայ գաջի գինա իդ հաջորդ տարին ուրեն եւ այլն այո ուրախ եմ որ ունեմ իսկ երկար ռութենը յետքի մատուկ այստեղ եք ինչ բան գմղեց էզի այսօր որ դարձյալ փեմ վերադառնաք Հիմա այսօն չէի գդրված երկել ես իմ բադայեցա որ դարին 1-2 ասին գունենայք երկեի այո Իսկ վերադարձես հետ գիտես սին ընկերներ ոնց եւ այլն երկել եւ այլն այո արիտները ստեղծվեցավ երկու արիտներ եղավ երրորդն ալ
շաբաթօրներ Վալենտայնի արտիվ էր։ Այսին 2-3 անգամ երկեցի։ Չէ, գսկան գոր ժողովուրդը որոշ խավ մգա որ Կարոցած է։ նորեկները չեն գիտեր այդ նոր սերունդը շատ։ Բայց օրինակ ինձ համար հետաքրքիր էր նոր սերունդ կար քրոջ տղան ընկերներով։ Հա, լսեցին, շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ կերկես եւ այլն, դա քաչալերական բան է, գիտես նոր սերունդի գոմե որպես իրենք ալ եւ գլսե ամեն մարդ կարող հասկանալ զատ գրնան զատորոշել լավը եւ վադը իսկ դու միշտ դուր գեղեցիկ է, այսինքն որ իրենց ականջը որ ինքն ալ գրնա ասենք պարտադական ման։ Այո, մենք չենք կնարսել որ Մանուկ Մինասյան այլևս փեմեն քաշված է։ Ընդհանրակը Մանուկ Մինասյան նոր ուժովիետ սկսած է եկել։ Եթե նույնիսկ հայրենիք վերադառնաք եւ գրնաք լիպանանքալ ձեր ամերկներու կամ հրավերները տարածելու։ Ինչու՞ չէ։ Այո։ Ինչու՞ չէ։ Մանուկ Մինասյանը դակապին կերկեսել է։ Այո։ Չէ լրած։ Իսկ վերադարձը միան անցյալին ուղղված չէ։ Այն նաև աբակային։ Եթե այսօր նոր ուժով փեմ բարձրանաք, ինչ պիտի ասեք ձեր ունգընտրին։ Հիմա անշուշտ գիտես տարիներու փորձառությունը կյանքին ուրիշ ակնոցով գտի դես նույնիսկ երկեցողությունը փոխված է ավելի հասունցած է ավելի այո բայց ինչ սեմատ բարդավորությունը սեմատ բծախնդրության դեր նույնն է այսինքն գիտես ուզես ավելի լավ անել միշտ անի որ քեզ է արժև գտանի այսինքն եթե անի չունենաս այլապես երկեցիր իջար միշտ դա կարևոր է բեմ ելել այդ կետ կանգե առաջ նայ օրինակ էս իմ երկերուս ասենք թե խորակիրները եւ այլն երաշներու անունները գրեցի մեկ մասը մորցած է նույնիսկ գիտես այո 20 տարի եղած էր բայց կարևորը ասին նոր երկիչներն ա նոր դղակը պետք է լուրջ մոդենան պետք է իրենք սիրենք ինչսեմ զարգացնեն այո լավ բան է լույսերու արչև երկել զապահարեն իրեն չի պավեր հոնգը սկսի դժվարությունը երբ որ քեզի ասենք զապահարեցին դու հաջորդին պետք է ավելի բծախնդիր լաս ավելի լուրջ աշխատից որ ավելի գեղեցիկ ներկայացնես հիմա ես չեմ ասեր նորեկներ չի գան այո լավեր գան լավեր բայց քիչն ինչ որ բադայեցավ դեսա չեմ գիտեր կոնե ինձի ինչ որ ես ինչ որ բադայեցավ բայց լուրջ աշխատանք պետք է ասին աշխատանքը ամենակարևորն է այս օրերուն ավելի դյուրին է ասին բայց YouTube-ը չգիտեմ ինչ կուզես անուններ գրե եւ այլն ամբողջ աչքի դարչև կան մեն մանալ գեիշեմ ես այդ մեր օրերուն դժվարությունները բիթխոնտերես կոնգերոց բիդի հերախոսի գապ կամ նամակով մեկը գետավոր նամակ մկրես եւ այլն որ աս ինձ աս տեսակ երկարանջար է կամ աս տեսակ կասետներ եւ այլն դժվար էր բայց քանի որ գամ կգար քանի որ վստահ է իր այդ ուզած ասենք թե այդ կորձերը այո գնստենք օրինակ երկարանգը սկսենք բրբդել ասի ինչ է ասի երկը հա ասի լսած եմ ով երկած է ինչ է եւ այլն եւ այսպես ասին նորեք այս նոր երդասարտներուն համար շատ ավելի դյուրին է մի անգամ կուզեք այո ճիշտ է գամ մի անգամ իջը եւ հարադեվելու եւ սորվելու ցանկություն պապա ուրիշ բան չի գա լավ անցիկ մեր գարչ հարցում պատասխաններուն ժամանակակից երկիչերությունները ով գլստեք սպիրտ Հայաստանի մեջ այո գրնակ ասել Իմ մասնավոր հատուկ չի կան լավ ցայներ շատ կան օրինակ Սոնա Ռուպենյանն լավ է Մաշա Մնջոյան գեղեցիկ երգ է օրինակ Մաշան մասնակցած էր Ավստրալիա The Voice-ին կարծեմ մինչև 3-րդ տեղը ասավ այսին այո եթե բամը չունենաս քեզի ուն չեն ասցներ անշուշտ լավ ով կնա օրինակ Սևա Գամրոյանը գա Սպիրկա հայ երկիչներ են նոր անշուշտ Ադիս Մանիել ասոնք նոր ժամանակակից երկիչներ են չեմ գիտեր լավ ով գրնա դառնալ ձեր ընկերը իմ ընկերը գրնա դառնալ անգերզը ասին անգերզ մարդ անգերզ բարեկամ անշուշտ անգերձությունը մանավանդ այսօրերուն շատ կարևոր է այո իսկ լավագույն նվերը զորը ստացած եք լավագույն նվերսելով լավագույն նվերը հիմա ժամանակին չեմ գիտեր
ուրախ մայրս գիտար նվիրեցին ինձ փոքրիկ երեի։ Քիչ մը գնվակեմ գիտար, բայց ոչդ։ Այո։ Երևի անալ պատճառները մեկն էր, որ ովիմ տևի Այո։ Գնա ես կգարձեմ, որ ծեր լավակույն նվերը Աստծո բարգեված ծեր ցայնն է։ Հիմա ցայնը իրերտին, ցայնը, գիտակցությունը ինչս եմ ասում, մեկը մյուսը գլարացել է։ Պոզիտիվ մտածելը, եթե նեգատիվը մեջ նորեն կեցիկ չես կրնար երկել։ Դու կգարձես որ կեցիկ չես կրնար երկել։ Այո։ Բոլորը իրար կապված է, իսկապես ամբողջ ընդհանուր բանն է։ Իսկ ինչ է ձեր նախասիրությունը երաժշտենեն անգախ։ Ինչով է դա կրկրված եք։ Հիմա իմ արեստով ես ոսկերի չեղած եմ, դարիներ էլ ոսկեր ճուճուն աշխատեցա, մինչև ասկե 15 տարի առաջ երևի, կամ 10 տարի, 12 տարի առաջ։ Հա, գսիրեմ ոսկեր ճուճուն, նորեն արվեստ գործ է, երևի անոր համար ոսկեր ճուճունը։ Եվ հիմա բնության հետ, օրինակ բնությունը գսիրեք։ Լոլի վարունք եւ այլնս բոլոր օրգանիկ ուտելիքները գցանենք մենք վարտեր ունենք նորեն օրգանիկ վարտյանուշ կսարկեմ գծախեմ ձիրանի ծարեր ունենք ձիրանի ճիր ասոր հետ է կորձես ասի հողին հետ բնության հետ որ երկիչը ներշնչած է ձեզի ասեմ առաջին հերթին երևի Արտաշես Ավետյանը Հիմա առաջինը վերջը Ռուբեն Մաթեոսյանն լսեցի հզոր ցայն մեկնաբանությունը ուրիշ Սպիրկի մեջ ադիսը Իսկ ժամանակի ընթացքում ժամանակի փոփոխության հետ արդյոք փոխված են ձեր երաժշտական հագումները Չէ նույն մնացած Նույնն է Երևի ավելի զարգացած կամ ավելի քիչ մխորացած է օրինակ ուրիշ ով գա ավելի հիներով կեր գան բայց չէ նույնն է Օդարամոլության մասին ինչ է ձեր կարծիքը Այ օդարամոլություն Հիմա մենք սպիրկի մեջ կաբրինք գիտես հայ մնալու համար ամենակարևորը ինչ է կուտիմակիցդ օդարը ինչով ասինքն ջանցնա կումշագույթով Հիմա եթե ես օդար երաժշտություն սիրեմ օրինակ ջազը հայկական չէ ասել չէ թե ես օդարամոլ եմ ես ասինքն քեղեցիկը գսիրեմ Լա տասականի բարակային, լա ջազ մյուզիկի բարակային, կամ ֆոլկլոր դարբեր երգիրներու, միշտ կեղեցիկը գսիրվի, բայց նախ կուգտ, գիտես, կու թիմակիցը դա, մեր մշակույթը մեր թիմակիցն է, իմ գարձիկով։ Արհեստներու մեջ ինչ բանի մեջ հմուդ եք։ Արհեստներու սի ոսկերիչ Ինչ բան գուզեք փոխել այս աշխարհի մեջ։ Ինչ բան գուզեմ փոխել Կուզեմ մարդ ավելի բարի լա, ավելի անգեղծ լա Ինչ գիտնամ Կուզեք մարդը փոխել այս Մարդը փոխել Որը մարդն է, մյուսը կարն է ասին Այո Մարդ արարածն է Ասին հիմնական աստված իր թիմակիցով ստեղծեց մեզ Ասին ուրեմն մարդ արարած, մարդ էյագը շատ կարևոր է Այո Մարդը Պետք է փոխվի Իսկ Ձեր փորձառությունները մեկնած ինչ ունիք ասելիք սկսնակերպիչներուն արդեն մի քանի անգամ ասիք բայց ասեք եթե ունիք ավելցնելի բան Եթե գերնան օրինակ հետևին ցայնամարզության Այո Հետևին երաժշտության եւ հետևին մեր ինչ ասենք մեր աշխուղական դպրոցներուն գերնան տասական է ինչու՞ չէ Բայման չէ տուն եթե գոմիդասը լսես կամ գոմիդաս պիտի երկես Հիմա եթե գուզես տասական երկիչը լալ իր հերթին ես չեմ բայց քոնը ասինքն անպայման լսել մեր աշխուղական ասենք աշխուղներու գործերը Այո Ռուպիգի ցայնով կամ Օրֆելիայի եւ միշտերու Այո որ ճաշակները քիչ մզարկանան Շատ լավ Բարոն Մանուկ Մինասյան Ուրախ ենք այս արիթին համար Առանց բարոնի Շնորհակալ ենք որ ներկա եղաք Շնորհակալ ենք որ եկաք եւ այս ձեր փորձառությունը գիսեցիք մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն հետ մեր ժամանակը սպարեցավ թեև մեկ ժամվա ընթացքին չենք կրնար ասկան երկար դարիներու ձեր ունեցած աշխատանքը մեկ ժամվա ընթացքին չենք կրնար խոսել բայց մենք փորձեցինք լավագույն ձևով ներկայացնել ձեզի եւ ձեր
հաջողության կախնիկները լուսաբանել մեր ժողովրդին։ Ուրախ ենք ձեր ներկայության, ձեզ հաջողություն կմաղթենք։ Մեր հայդակիրը պագելեն առաջ եթե ունիք ավելցնելի գրամ մեծեք։ Շնորհակալ եմ, չէ, ըսելիք մասնավոր ըսվեցա։ Նախ քեզի շնորհակալ եմ, որ արիդ զայեցիր, որ ըսելիքներս ասեմ։ Վանացայինին շնորհակալ եմ։ Արդեն վաղուց մոդ եղած եմ Վանացայինի հետ, տնօրենության անդամներուն հաջողություն կմաղթեմ քեզի եւ Վանացայինին։ Մերսի, որովհետեւ Վանացայինը մեծ գործ կնե, ավիստի հետ ասենք, կոնե ես ասենք երկերաշրջան մասին է խոսքս իմ։ Այո, շնորհակալ ենք ձեր վարձքը կդար, ձեզ հաջողություն կմաղթենք։ Շնորհակալ։ Հարգելի ունգընտիրներ, այսպեսով կփակենք մեր հետաքրքրական հանդիպումը, գիշեցնենք, որ այսօրվա անտիմանագար հայտակիրը հյուրընկալեց հանրազանոթ երգիչ Մանուկ Մինասյանը, որուն հետ մեր զրույցը թող ոգեշնչումը լա բոլորիդ։ Շնորհակալություն ցայնե հաղորդավար Մարինեին, շնորհակալություն ցեզի, որ մեզի հետ եք ասպեկ ժամվա ընթացքին։ Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա շորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։ Ցտեսություն։